մեր հստակ պատկերացումը եւ ընկալումը եղել է այն, որ այս նախագիծը որևէ հեռուստաալիք փակելու մասին չէ։ Սա հատուկ եւ շատ ուղիղ ուզում եմ ասել, որովհետեւ նմանօրինակ կարծիք հնչեց այստեղ քննարկումների ժամանակ կառավարությունը իր դրական եզրակացությունը տվել է նախագծին, որպեսզի առնվազն 3-ի փոխարեն 2 ուրեմն սլոտ ունենա հանրային հեռարձակողը, ընդ որում մի բան, որը ամենևին չի խանգարելու նույն հանրային հեռարձակողին պահպանել իր 5 սլոտները, արդեն մրցույթի պարագայում, որովհետև այսօր օրենքով իմպերատիվ սահմանված 3 սլոտի պարագայում հանրային հեռարձակողը ունի, շարունակում է ունենալ ավելին, քան այդ 3-ն են, 3 հեռուստատեսային տիրույթում, 3-րդը ռադիո ալիքների, ռադիո հեռարձակողների տիրույթում։ Իսկ մնացած ձեզ անհանգստացող հարցադրումներին սիրով կպատասխանեմ։ Շնորհակալություն, խնդրեմ հարցերի համար հերթագրում։ Գեգամ Նազարյան, համեցեք։ Եթե մի կողմ ենք դնում են պնդումը, որ այս նախագիծը նրա համար չէ, որ հանրային հեռուստաալիքներից մեկը փակվի, եւ նշվում է, որ 3-ի փոխարեն 2, այսինքն սա հանրությանը ստիպում է մտածել, որ դե եթե 3 չի 2 է, ուրեմն մեկը պետքա դուրս գա։ Իհարկե հասկանում եմ գրածավոր պարտադիր չի որ դուրս գա, բայց երկրորդ հարցը, որ ունենք դուք չեք կարծում, որ այս բարդ, այսպես ասած, ինչ խոսք ասես, որ մարդկանց տալիս են տարբեր ալիքներով, հեռախոսներով, չգիտեմ, YouTube-ներով, ճիշտ չի, մտածենք, որ այդ ալիքը, որը ուղղված է մշակույթին, մեր եկեղեցուն, չգիտեմ, մեր պատմությանը, ավելի լավը դարձնենք եւ ոչ թե այն այնպես անենք, որ չլինի։ Շնորհակալություն, պարոն Նազարյան։ Հնարավոր մանիպուլյացիաները կանխելու համար կարևոր եմ համարում ասել, որ առաջին բանը, որ քաղաքացիական պայմանագիրը արեց տեսալսողական մեդիայի տիրույթում Թավշյա հեղափոխությունից հետո շողակաթ հեռուստաալիքի ֆինանսավորման բարձրացումներ։ Ինչպես հաճախ պոպուլյար է, հատկապես ընդդիմադիր շրջանակներում կոչել մեր քաղաքական ուժին եկեղեցատյաց այդպես կոչված քաղաքական ուժը, իշխող ուժը 2024-ի տվյալներով գրեթե 2 անգամ ավելի բարձր ֆինանսավորում է նախատեսել, քան եկեղեցապաշտ այն իշխող ուժերը մինչև 2017 թվական, որովհետև 2017 թվականի ընդունված, իսկ մենք հիշում ենք, թե ովքեր էին կառավարող ուժը 2017 թվականին, 18 թվականի համար նախատեսված շողակաթի գումարը շուրջ 2 անգամ ավելի պակաս էր, քան մեր կողմից ֆինանսավորումը, որ հատկացվում է շողակաթին։